Բարև հարգելի ժողովուրդ, բարև երկիր, բարև ազգ։ Մայիսի 9-ի մամլո ասուլիսում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի Եվրոասոցիացման եւ Մաքսային միությունից դուրս գալու հետ կապված արել է ուշագրավ հայտարարություններ, որը կարիք ունի թե վերլուծության, թե մեկնաբանության։ Սկզբի համար եկեք դիտենք, թե ինչ է ասում Վլադիմիր Պուտինը մամլո ասուլիսի այն հատվածում, որտեղ խոսում է Հայաստանի Եվրոասոցիացման եւ Ռուսաստանի հետ ըստ էության հարաբերությունների սառեցման կամ խզման տեսանկյունից, այնուհետև շարունակենք։ Что касается планов Армении присоединиться к Евросоюзу. Ինչ վերաբերում է Հայաստանի Եվրամիությանը միանալուն, սա իհարկե պահանջում է հատուկ քննարկում։ Մենք մի քանի անգամ այս հարցը քննարկել ենք վարչապետ Փաշինյանի հետ եւ չենք տեսնում որևէ խնդիր։ Ես մի քանի անգամ ասել եմ եւ նորից կարող եմ հրապարակավ կրկնել։ Մենք աջակցում ենք այն ամենին, ինչը շահեկան է հայ ժողովրդի համար։ Что выгодно армянскому народу. Մենք դարեր շարունակ առանձնահատուկ հարաբերություններ ենք ունեցել հայ ժողովրդի հետ եւ եթե որևէ կոնկրետ որոշում ավելի շահեկան է հայ ազգի համար, խնդրեմ, մենք դեմ չենք։ Пожалуйста, мы против не будем. Բայց իհարկե պետք է հաշվի առնել նաև որոշակի հանգամանքներ, որոնք կարևոր են եւ մեր գործընկերների համար։ Օրինակ, մեր առևտրաշրջանառությունը Հայաստանի հետ 2025 թվականին եղել է $7 միլիարդ։ Հաշվի առնելով, որ Հայաստանի ՀՆԱ-ն $29 միլիարդ է, սա նշանակալի չափաբաժին է երկրի համար։ То это серьезная величина. Հայաստանը զգալի առավելություններ է ստանում ԵԱՏՄ-ի շրջանակներում։ Սա վերաբերում է գյուղատնտեսությանը, վերամշակող արդյունաբերությանը, մաքսային եւ այլ վճարներին։ Սա վերաբերում է նաեւ միգրացիոն ոլորտին։ Իմ կարծիքով ճիշտ կլիներ ու ազնիվ հատկապես Հայաստանի քաղաքացիների եւ մեր նկատմամբ որպես Հայաստանի գլխավոր տնտեսական գործընկեր կողմնորոշվել որքան հնարավոր է շուտ։ Օրինակ անցկացնել հանրակրվե։ Դա մեր գործը չէ իհարկե, բայց տրամաբանական կլիներ անցկացնել հանրակրվե եւ իմանալ Հայաստանի քաղաքացիների կարծիքն ու նրանց ընտրությունը համապատասխանաբար եւ մենք կանենք եզրակացություններ ու կգնանք մեղմ, գիտակցված, ինտելիգենտ եւ փոխշահավետ բաժանման։ И взаимовыгодного развода. Եվ այսպես Ռուսաստանի նախագահը խոսքի սկզբում փոխանակ ասելու, որ հարգում են Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, Հայաստանի Հանրապետության կամքը, ասում է, որ հարգում են հայ ժողովրդի կամքը։ Փոխանակ ասելու, որ հարգում են հայոց պետականությունն ու ինքնիշխանությունը, ասում է, հարգում են ցանկացած որոշում, որ կկայացնի հայ ժողովուրդը եւ որը ձեռնտու է հայ ժողովրդին։ Այդպիսի տրամաբանություն գործել է ցարական Ռուսաստանի ժամանակ։ Հայ ժողովուրդը պետականորեն կազմակերպվել է 1918 թվականից սկսած։ Այնուհետև եղել է որպես սովետական Հայաստանի Հանրապետություն, հիմա էլ արդեն տևական ժամանակ կա եւ հարատևելու է որպես անկախ Հայաստանի Հանրապետություն։ Բայց Ռուսաստանի նախագահը սա կարծես թե կամ չի ճանաչում, կամ չի դիտարկում։ Մեկ այլ մեկնաբանություն հայ ժողովուրդ կոչվող էս տերմինին, դա այն է, որ միգուցե Պուտինը դիմում է ոչ միայն Հայաստանի Հանրապետության ժողովրդին, այլև Ռուսաստանաբնակ հայությանը, որովհետև Ռուսաստանաբնակ հայությունը մեծ ազդեցություն ունի Հայաստանի Հանրապետությունում, բարեկամական, ընտանեկան կապերով է կապված, զգալի մասը հայերի այնտեղ աշխատում են եւ օգնում են, աջակցում են այստեղ Հայաստանում բնակվող իրենց հարազատներին, այսինքն միգուցե Պուտինը նկատի ունի, որ հայ ժողովուրդը պիտի որոշում կայացնի ոչ միայն Հայաստանում բնակվող, այլև Ռուսաստանում բնակվող։ Միգուցե նկատի ունի, որ հարգումա ցանկացած որոշում հայ ժողովրդի կողմից կայացված, ինչպիսին օրինակ Արցախահայության որոշումներ չապրել Ադրբեջանի ենթակայության տակ, Ադրբեջանի վերահսկողության տակ, որովհետև հայ ժողովուրդը այդպիսի որոշում էլ կայացրել 2023 թվականին ռուս խաղաղապահների այսպես վերահսկողության տակ գտնվող տարածքներում։ Փաստացի, այդպիսի որոշում էլ ա եղել։
Միգուցե սա է ակնարկում, միգուցե պատասխանատվության վերահասցեագրումը անում Ռուսաստանի նախագահը։ Այնուամենայնիվ սա ուշադրության արժանի այս դրվագը։ Այնուհետև Ռուսաստանի նախագահը խոսում է տնտեսական առավելությունների մասին, որ ունի Հայաստանը լինելով Եվրազեսի կազմում։ Եվ նշում, որ 7 միլիարդ ապրանքաշրջանառություն կա Հայաստանի եւ Ռուսաստանի միջև 2025 թվականի դրությամբ, այն դեպքում, երբ որ Հայաստանի ՀՆԱ-ն 29 միլիարդ է կազմում։ Այսինքն սա էական կշիռ ունի տնտեսական Հայաստանի տնտեսության համար, Ռուսաստանի հետ տնտեսական կախվածությունը, կապվածությունը, ինչպես կուզեք անվանեք։ Եվ այստեղ գործում է այսպես կոչված կարկանդակի եւ մտրակի քաղաքականությունը։ Եթե Ռուսաստանի հետ ես, ունես ահա այս կարկանդակները։ Եթե որոշեցիր հեռանալ, ապա ոչ թե զրկվելու ես այդ կարկանդակներից, այլ լինելու է մտրակ, լինելու է ճիպոտ, լինելու է պատժամիջոց։ Հիմա ինչպիսի առավելություններ է նշում այս ելույթի մեջ։ Դա մեկը գյուղատնտեսական գյուղմթերքի ընդհանրապես արտահանումը, գինի, կոնյակ, այսպես կոչված վերամշակող արդյունաբերությունը, մաքսային մուծումներ եւ միգրացիոն ոլորտի հետ կապված հարցեր։ Որն է միգրացիոն ոլորտի հետ կապված հարցերը։ Նախ դա այն ռուսներն են, ովքեր իրենց միջոցներով ապրում են Հայաստանում եւ Հայաստանում առաջ են բերում որոշակի տնտեսական շարժ, ազդեցություն դրական իմաստով եւ այն 100 հազարավոր հայերն են, ովքեր աշխատանք են գտել Ռուսաստանում։ 2006 թվականին Վրաստանի օրինակով, երբ Վրաստանը, եթե չեմ սխալվում, ձերբակալել էր մի քանի հոգու որպես ռուս շպիոն, Ռուսաստանի կողմից եղավ վրդովմունք եւ զանգվածաբար դեպորտացիայի էին ենթարկվում ազգության վրացիներ, ովքեր ապրում են Ռուսաստանում։ 2019 թվականին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը այս դեպքերի հետ կապված որոշում է կայացրել, որում արձանագրել է, որ առնվազն փաստաթղթավորված 1500 հոգի վրացի տուժել են Ռուսաստանի գործողությունների պատճառով եւ պարտավորեցրել է Ռուսաստանին վճարել 10 միլիոն եվրո։ Իհարկե, ինչպես կարող են կռահել, Ռուսաստանը այս գումարները ոչ վճարել է եւ կարծում եմ ոչ էլ կվճարի։ Վլադիմիր Պուտինը զուգահեռներ է տանում Ուկրաինայի հետ, Հայաստանի հետ տեղի ունեցողը ներկա ժամանակներում։ Ведь понимаете, что вот мы сейчас переживаем все, что Մենք հիմա ապրում ենք այն ամենը, ինչ տեղի ունենում Ուկրաինայում, ինչից սկսվեց։ Ուկրաինայի Եվրամիությանն անդամակցելու փորձից հետո։ Украина в ЕС. Եվ այսպես ինչի մասին է խոսքը այս հատվածում։ Խոսքը այն մասին է, որ հարգելի հայեր, լավ մտածեք, մինչև կտրուկ գործողություններ կամ կտրուկ շարժումներ անելը, որովհետև Ուկրաինայի հետ ամեն ինչ սկսվել է մոտավորապես այս սցենարով։ Դժվար չէ մոդելավորել, որ միայն տնտեսական բաղադրիչը, միայն միգրանտների այսպես դեպորտացիան բավականին մեծ լծակ կարող են լինեն Հայաստանում նախ տնտեսական վնաս առաջացնելու, երկրորդ ներքին սոցիալական եւ ոչ միայն սոցիալական, նաեւ քաղաքական անկայունություն առաջ բերելու հարցում։ Ակամա գծանշվում են զուգահեռներ։ Ուկրաինայում ամեն ինչ հենց այսպես էլ սկսվեց։ Արդյոք սա անհրաժեշտ է Հայաստանի սովորական քաղաքացիներին։ Ռուսաստանի Դաշնության Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդին։ Եթե Ռուսաստանը օգտագործում է կարկանդակի եւ մտրակի քաղաքականություն, ապա եկեք փորձենք հասկանալ, ինչ քաղաքականություն է օգտագործում Արևմուտքը։ Սա շատ կարևոր է։ Արևմուտքը օգտագործում է զոհաբերության, բայց ոչ իր հաշվին, ուրիշի ձեռքերով կրակից շագանակներ հանելու քաղաքականություն։ Ուկրաինական դեպքերը, վրացական դեպքերը
այո տուժում են նաև հետսովետական են երկրները, ովքեր որոշում են մտնել Ռուսաստան արևմուտք առճակատման մեջ։ Բայց արդյոք արժի այս առճակատման մեջ թաթախվել։ Մենք մեր հոգսն ու խնդիրները չունենք, իհարկե ունենք։ Որն է։ Ինքնիշխանություն, անկախություն։ Ինքնիշխանություն եւ անկախություն, սա է մեր խնդիրը ու հոգսը։ Մեր սեփական ոտքերով, մեր երկրի, մեր հողի վրա կանգնելու, կայացած ինստիտուտներով, հարգված արժեքներով, միմյանց նկատմամբ փոխադարձ վստահության մթնոլորտում ապրելու գերխնդիր ունենք մենք։ Մենք այս ամեն ինչը թողել ենք, հիմա ինչ ենք անում։ Մտնում ենք Ռուսաստան արևմուտք բախման մեջ, որ ինչ լինի։ Վանոս Սիրադեղյանը այս առումով շատ լավ ժամանակին անդրադարձել է, որ նման դեպքերում փոքր երկրները, փոքր ժողովուրդները շահելու ոչինչ չունեն, երբ աշխարհքաղաքական գիգանտները, տիտաններն են բախվում։ Նման դեպքերում փոքր երկրների ժողովուրդների չափերով փոքր ժողովուրդների քանակով փոքր ժողովուրդների օգուտը կլինի այն, որ այս բախումների թատերաբեմից դուրս գան հնարավորինս նվազագույն կորուստներով։ Հիմա բերեմ մի օրինակ։ Հայաստանի Հանրապետությունը կարող է Ռուսաստանին ասի, գիտես ինչ կա, ես ուզում եմ դուրս գալ Մաքսային միությունից։ Ինչու՞։ Որովհետև ես ուզում եմ առանձին իմ քաղաքականությունը տնտեսական վարել Չինաստանի հետ, Եվրոպայի հետ, Ֆրանսիայի հետ, Շվեյցարիայի հետ, Իրանի հետ, Ամերիկայի հետ, Բրազիլիայի հետ, Արգենտինայի հետ, առանձին քաղաքականություն եմ ուզում վարեմ։ Ես չեմ ուզում լինել Եվրազեսի շրջանակներում կամ կանոնների մեջ։ Ես ուզում եմ իմ սեփական պայմանները ներկայացնել այլ երկրների գործընկերների, ում հետ ես ուզում եմ հարաբերվել։ Ամբողջ աշխարհը Չինաստանի հետ առևտուր է անում։ Ամբողջ աշխարհը Եվրոպայում սպառում է իր ապրանքը։ Հայաստանը կարող է ասել, ես ուզում եմ դուրս գալ այդ տնտեսական մաքսային միությունից եւ առանձին քաղաքականություն վարել։ Իհարկե կարող է։ Անում է ոչ։ Ինչ ասում Հայաստանը, ասում է ես դուրս եմ գալիս մաքսային միությունից, որ գնամ Եվրամիություն։ Իսկ Ռուսաստանն ասել է Եվրամիությունը դա թշնամի է։ Եվրամիությունն էլ հայտարարել է Ռուսաստանը դա թշնամի է։ Այս երկուսը իրար թշնամի են հայտարարել։ Պաշտոնապես թշնամի են իրար։ Դիվանագիտական խոսքերով կարող է այդ ամեն ինչը այսպես համեմեն կամ փաթեթավորեն, օրինակ Ռուսաստանն ասում է անբարեհաճ կամ անբարեհաճ տրամադրված երկրներ։ Խոսքը թշնամության մասին է։ Հիմա ինչի է Հայաստանի Հանրապետությունը։ Այսպիսի ընդհանուր միջև պրովոկացիայի գնում, ասելով, որ մենք որոշել ենք գնանք Եվրամիություն, դրա համար դուրս ենք գալիս Ռուսաստանի հետ հարաբերություններից, տնտեսական բլոկից։ Իմաստը, ես մի օրինակ բերեմ պատմական, երևի շատերդ գիտեք, Միացյալ Նահանգների 1861-1865 թվականներում տեղի ունեցած քաղաքացիական պատերազմի մասին, երբ հարավային եւ հյուսիսային նահանգները պատերազմում էին միասին։ Ամբողջ աշխարհը գիտի դրա մասին, ֆիլմեր կան, մի խոսքով։ Հիմա տեսեք ինչ հետաքրքիր նրբություն կա։ Շատերը կամ գրեթե բոլորը գիտեն, թե այդ պատերազմը եղել է ստրկատիրության գաղափարական հենքի վրա, այսինքն հարավը ուզում էր որ լինի ստրկատիրություն, հյուսիսը չէր ուզում որ լինի ստրկատիրություն, այս հողի վրա բախվել են։ Իրականում ինչա տեղի ունեցել։ Սա շատ լավ պատմական դաս է եւ քաղաքական դաս է։ Հարավը ագրարային էր, հյուսիսը ինդուստրիալ էր։ Հարավին պետք էր, որ մաքսերը հնարավորինս ազատ լինեն, մաքսատուրքերից հնարավորինս ազատ լինեն, որպեսզի կարողանան իրենց տնտեսությունը աշխատացնել։ Հյուսիսին պետք էր, որպեսզի լինեն մաքսային որոշակի պաշտպանություն։ Այստեղ լուրջ տարաձայնություն կար։ Հարավի նահանգներն ուզում էին, որ ավելի կոնֆեդերատիվ հարաբերությունների մեջ լինեն, ամեն նահանգ, որպես մի առանձին երկիր, հարաբերվի այլոց հետ մեկ ընդհանուր կոնֆեդերացիայի մեջ։ Հյուսիսը
ավելի կենտրոնական իշխանությանը ավելի մեծ ուժ տալուն էր կողմնակից։ Սա հիմնական իրանց քաղաքական եւ տնտեսական տարաձայնություններ, որի վրա տեղի ունեցավ Բախում։ Պատրվակ էական չի, Լինկոլնի ընտրություններն ասենք թե ընտրվելն է։ Պատրվակ էական չի, բայց կար մի հետաքրքիր նրբություն։ Մեծ Բրիտանիան, որը հարավի հետ ուներ տնտեսական ավելի սերտ հարաբերություններ, որովհետև այնտեղից բամբակ էր ներմուծում եւ այլն, Մեծ Բրիտանիան, մեծ բրիտանական էլիտաները կարող էին աջակցել հարավային նահանգներին։ Եվ հյուսիսային նահանգները ինչ որոշեցին, քանի որ Մեծ Բրիտանիայի մտավորականությունը, շարքային քաղաքացիները ավելի շատ դեմ են ստրկատիրությանը, որովհետև ստրկատիրությունը Բրիտանիայում արդեն իսկ արգելվում էր, Մեծ Բրիտանիայի մեծ զանգվածների ժողովրդի համակրանքը շահելու համար, մամուլը իրենց կողմ տրամադրելու համար, հարավային նահանգները մեկուսացման մեջ գցելու համար, ասեցին 62 թվականին է դա եղել Լինկոլնի կողմից հայտարարված, այսինքն քաղաքացիական պատերազմը սկսելուց 1 տարի անց Աբրահամ Լինկոլնը հայտարարեց, որ սա բարոյականության պատերազմ է եւ սա ստրկատիրության դեմ պատերազմ է, ու ամբողջ մեծ բրիտանական մամուլը սկսեց սա քարոզել, որ հյուսիսային նահանգները պայքարում են հանուն ստրկությունը վերացնելու, ստրկության դեմ են պայքարում, իսկ հարավային նահանգները, այդ կեղտոտները, նրանք ստրկություն են ուզում, որ լինի։ Թեև հենց այդպես էլ կար, ստրկությունը ավելի շատ հարավում էր, բայց հյուսիսային նահանգների մեջ էլ կային ստրկատիրական նահանգներ։ Այսինքն ի սկզբանե սա չէր պատճառը, բայց ամբողջ աշխարհին սա ներկայացրին։ Ինչու՞։ Որովհետև դիվանագիտություն են անում, որովհետև քաղաքականություն են անում, որովհետև իրանց պետք չի, որ իրենց պատերազմում դրսից աշխարհ քաղաքական գերտերություն ի վնաս իրենց աշխատի։ Բա հիմա Ռուսաստանի հետ մեր հարաբերություններում կարող ենք ասել, հարգելի գործընկեր, մենք ուզում ենք այլ պայմաններով հարաբերվենք, օրինակ Վրաստանի հետ։ Ավտոմեքենա եմ ուզում ներմուծեմ Վրաստանից, բայց չեմ ուզում մաքսային են հսկայական բեռը 30-ից մինչև 50% եւ ավել։ Մաքսային այդ հսկայական բեռը չեմ ուզում վճարեմ, այ մարդ։ Ես ուզում եմ 10,000 դրամ ունեմ, $10,000 ունեմ, լավ $12,000 ունեմ, ուզում եմ 9-10,000 դոլարանոց մեքենա բերեմ։ Ես ինչի պիտի 10,000-անոց մեքենա ունենալու համար $15,000 գումար ծախսեմ։ Իմաստը օրինակ, հասա մի այդպես կենցաղային օրինակ։ Այս մի օրինակով մենք կարող ենք տեսնել, թե ինչ կարող էր անել Հայաստանը եւ հայ ժողովուրդը Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերություններում հիմնավորելու համար մաքսային միությունից դուրս գալը, եթե այդպես է անհրաժեշտ։ Բայց ինչու ես դու ցույց տալի, որ դա անում ես նրա թշնամու հետ համագործակցելու համար։ Նույնը Եվրամիությանը։ Պետք չի դեռ Եվրամիությանը ինչ եսի մինչև խոստանալ կամ պետք չի նրանց հետ լարվել կամ թշնամանալ, որ չէ մենք Ռուսաստանի հետ ենք, իսկ դուք փտած արևմուտք, ոչ ամենևին։ Արևմուտքի հետ էլ իրենց հարաբերություններ, միգուցե ավելի սերտ հարաբերություններ։ Շվեյցարիան բազմաթիվ անգամ այս օրինակը բերել եմ, ու ելի կրկնեմ, Շվեյցարիան գտնվում է Եվրոպայի սրտում, բայց Եվրամիության կազմում չի։ Ինչու՞, որովհետև շվեյցարացիներն ունեն դիմագիծ, որովհետև շվեյցարացիներն ասում են, մեր ապրելու կարգը որոշվելու է մեր երկրում։ Մեր ապրելու, մեր քայլերի, մեր գործողությունների հիմքում լինելու է հանրաքվեն։ Այդ դեմոկրատիան տենց է լինում։ Եթե դեմոկրատիան է այն այսպես կոչված գերագույն արժեքը, թեև դեմոկրատիան մեկն է ընդամենը արժեքներից, մասն է ընդամենը ամբողջի։ Կարևոր մասն է, բայց դա մասն է ամբողջի։ Եվ այսպես ինչ է անում արևմուտքը։ Հետսովետական երկրներին պետքա որ հանի Ռուսաստանի դեմ, որպեսզի սահմանափակի Ռուսաստանի ազդեցության գոտին։ Դա իր գործն է։ Արևմուտքը եւ Ռուսաստանը հակամարտում են, թշնամիներ են։ Դա իրանց կռիվն է, իրանց գործն է։ Եվ ինչ է անում արևմուտքը։ Հետսովետական ժողովուրդներին եւ երկրներին հանում է Ռուսաստանի դեմ։ Արդյունքում Ռուսաստանը իհարկե տուժում է, իհարկե կորցնում է ազդեցության գոտիներ, բայց ինչ են շահում այս ժողովուրդները։
ըստ էության ինչ են շահում։ Այս ժողովուրդները դուրս են գալի Ռուսաստանի դեմ։ Ռուսաստանը որպես ռեակցիա պատժում է։ Գիտենք, տենց է պիտի լինի։ Այդ է ռուսական ընկալումը, քաղաքական։ Այսինքն ռուսաստանյան, եթե տենց ճիշտ ասենք, կամ կարելի է նույնիսկ ասել ռուսական։ Նրանց ընկալումը այդ է։ Պետքա պատժեն ըմբոստացած ժողովուրդներին։ Արդյունքում պատժում են, այս ժողովուրդները տուժելով հանդերձ, էլ չեն նայում ով հրահրեց, որ բլոգերներն էին իրանց հրահրում, որ բլոգերները հրահրեցին, որ մնացին գործազուրկ։ Դա չեն նայում։ Դրան էլ գնահատական չեն տալի, այլ նայում են ով հարվածեց։ Իհարկե Ռուսաստանը հարվածեց, ով դեպորտացիա արեց, Ռուսաստանը արեց, ով լարսը փագեց, Ռուսաստանը, ով գազը թանկացրեց, Ռուսաստանը։ Ուրեմն ով ափիս շարքային քաղաքացին մտածում է Ռուսաստանը։ Եվ այս վեճը, կոնֆլիկտը արևմուտք Ռուսաստան, որի մեջ մենք ընդամենը օգտագործվող գործիք ենք։ Եվ այս վեճի արդյունքում տուժում են բոլոր այն ժողովուրդները, ովքեր դեմ են դուրս գալիս, ովքեր մտնում են այս պայքարի մեջ, լսեք, կարելի է գնալ անկախության առանց այս պայքարի մեջ կողմ դառնալու։ Եվ այդ դեպքում Ռուսաստանը որևիցե մի տրամաբանական կամ բարոյական հիմք չի ունենա մեզ մեղադրի նրա մեջ, որ մենք գնում իր թշնամիների հետ ենք համագործակցում։ Մենք պետքա մի պայքար ունենանք անկախության եւ ինքնիշխանության, տնտեսական հզորացման, զարգացման, ոչ ոքի առաջ վիզ չծռելու քաղաքականություն պիտի իրականացնենք։ Ոչ թե գնանք Եվրոպայի արևմուտքի առաջ վիզ ծռենք, որ մեզ աջակցի այս հարցում, հետո չստացվի գնանք Ռուսաստանի առաջ վիզ ծռենք, որ մեզ այն առաջ ընդհանրապես ոչ ոքի առաջ վիզ չծռելու քաղաքականություն պետք է իրականացնել։ Եթե ասում ես Եվրամիություն կամ Մաքսային միություն, արդեն ազգը պառակտված է, որովհետև միշտ էլ կլինեն մարդիկ, ում բիզնեսը, գործը, պատկերացումները, մշակույթը Ռուսաստանի հետ է կապված, եւ միշտ էլ կլինեն մարդիկ մեզանում, ովքեր հոգի կտան առանց վիզային ռեժիմի համար։ Եվ միակ դեպքը, որ այս երկու տարաձայնություններով հանդերձ մարդիկ կհամախմբվեն մեկ գաղափարի շուրջ, դա ինքնիշխան եւ անկախ Հայաստանի Հանրապետությունն է։ Չի կարելի խոսել Ադրբեջանի հետ խաղաղությունից, ամեն գնով Ադրբեջանի հետ խաղաղությունից եւ միևնույն ժամանակ մտնել Արևմուտք Ռուսաստան պատերազմի մեջ որպես ձեռքի հետ ոտի տակ ընկնող խաղացող։ Մանրադրամ չի կարելի։ Բա դա պատերազմ չի։ Բա այդտեղ մենք խաղաղության դարաշրջան չենք ուզում։ Թե մենք Ադրբեջանի հետ պատերազմից դուրս ենք եկել, որպեսզի գնանք ու խառնվենք այլոց օտարների պատերազմին, հա? Եվ մի դրվագ է շատ կարևոր, որ Ռուսաստանի նախագահը խոսում է հանրաքվեի մասին, որ հայ ժողովուրդը թող այս հարցով հանրաքվե իրականացնի։ Սա կարելի է տարբեր ձև մեկնաբանել։ Մեկը, որ հանրաքվեի առաջարկով ըստ էության խորացնում է պառակտումը ժողովրդի մեջ, որտեղ կրկնում եմ, մի մասը կողմ կլինի դրան, մի մասը դեմ կլինի դրան։ Երկրորդ, այնուամենայնիվ սա կարա որոշակի ողջամտություն պարունակի իր մեջ, որ ժողովուրդ դուք համաձայն եք ձեր իշխանությունների այս տեսակ քաղաքականությանը, որովհետև ձեր իշխանությունները ազնվորեն չեն ներկայացնում, թե ինչա ձեր գլխի գալիքը։ Հանրաքվեի հետ կապված մի հարց էլ արդեն Վլադիմիր Պուտինին վերաբերվող այն առաջարկը, որ Հայաստանի Հանրապետությունում թող հանրաքվե լինի եւ ժողովուրդը թող գնահատական տա, արդյոք ուզում է դուրս գա թե չէ, ես ուզում եմ մի պատմական փաստ հիշեցնել, դա 1991 թվականի անկախության հանրաքվեն էր, սեպտեմբերի 21-ին, որտեղ հայ ժողովուրդը մեկ անգամ սպառիչ կերպով պատասխանել այն հարցին, ուզում է ինքը լինի սովետական միության կազմում թե ոչ։ Եվ հայ ժողովուրդը, եթե չեմ սխալվում 99% ձայներով ասել է ոչ։ Ինքը չի ուզում լինի սովետական միության կազմում։ Այնպես որ Վլադիմիր Պուտինի այդ առաջարկը, որքան էլ տրամաբանական է, այնուամենայնիվ
սրանից տասնամյակներ առաջ այլևս իրականացված փաստ է եւ հայ ժողովուրդը այդ հարցում նոր հանրակրվեներ անելու կարծում եմ կարիք չունի։ Շնորհակալություն ուշադրության համար, ցտեսություն։ Հիմք ընդունելով 1991 թվականի սեպտեմբերի 21-ի ԿՍՀՄ կազմից դուրս գալու մասին անցկացված հանրակրվեի արդյունքները Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը հռչակում է Հայաստանի Հանրապետությունը անկախ պետություն։